Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 11-ի համար, օրը երեքշաբթի աշխատանքային օր է, և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում այդ օրը։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 11-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ բան է ուշանում, հնարավոր է 1 ամիս, այդպես մի քանի օր կարող է ուշանալ, կտրուկ ոչ քայլ կարող եք անել, բայց ինձ թվում է այդքան էլ ճիշտ չի այդ քայլը, ուշադիր եղեք, որովհետև սխալ է ինչ-որ մի բան, անմտածված դա կարող է լինել։ Եվ այստեղ օձերի պատճառով կարող եք դուք և ձեր սիրելին կամ ընդհանուր մի փոքր խոցվեք, այսինքն նա ինչ-որ մի բան ասեն այդ օձերը ձեզ կամ վերաբերմունքը ձեր հանդեպ այդքան էլ լավը չլինի։ Եվ դրա համար այստեղ նեղվեք։ Ինչ-որ ստրեսային վիճակ կարող է լինել, հնարավոր է նաև այդ օձերի պատճառով է այնպես, որ բանի տեղ մի դրեք իրենց, որովհետև դուք ձեր օրն եք փչացնելու, դուք ձեր տրամադրությունն եք գցելու, ուրիշ ոչ մի բան, իրենք ուղղակի ուրախանալու են դրանից, ուրիշ ոչ մի բան։ Եվ այստեղ ոչ է կին է, ում մոտ որ կարիերայի փոփոխություն կարող է տեղի ունենալ, կարող է ձեր հարազատն է, ձեր մայրն է, ձեր քույրն է, իր մոտ կարիերայի չնչին փոփոխություն կարող է լինել։ Եվ ոմանք կարող են սիրահարվել, ոմանց կարող են սիրահարվել, հնարավոր է նաև ձեր հարազատների հետ լինեք և ինչ-որ մի լավ բան լինի, որ ձեզ սիրված կա, օրինակ ձեր այդ կնոջը, կարող է տղամարդ է նայում, և ձեր կնոջ մոտ ինչ-որ բան է փոխվում և դուք էլ էլի նորից ձեզ շատ լավ եք զգում, նաև յուրաքանչյուր մեկը, մայրը, քույրը, կամ այդ կինը կարող է ձեր տնօրենն է և ձեզ հավելյալ ոնց որ ինչ-որ բարձրացնում է մի փոքր ավելացնում է, հնարավոր է նաև ոչ է կին է, որ ձեզանից պատվեր կարող անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 11-ին։ Ձկներին կարծես թե ասեցի։ Սուրերը ձկների հետ հարցեր են ունենալու։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 11-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ոչ էլ լուսավոր բան տեղի կունենա, ինչ որ մի բան է առաջ գնալու, առաջ խաղացում, զարգացում ունեք, նաև այստեղ ինչ որ մեկին եք սպասում, ով կարծես թե երկերեսանի է և սպասելու եք իրեն, որպեսի գա, միգուցե ասել է և չի անում, և այլն, հա, ուշադիր եղեք, նաև կարիերայի բարձրացում այստեղ, ոմանք կարող են պաշտոն ստանալ, ոմանք աշխատանքի ընդունվել, աշխատանքի մեջ հաջողության հասնել, առաջ գնալ, նաև այդ օրը հաջողություն ունեք էլի եւս եւ բիզնեսում եւ աշխատանքում, ոմանք կարող են աշխատանքի ընդունվել, ոմանք կարող են հարցազրույցի գնալ, դա ձեզ համար լուսավոր մի բան լինի կամ աշխատանքի վայրից ինչ-որ մի լավ բան լսեք, հա, դե բնականաբար այստեղ կարիերայի բարձրացումը, միգուցե պաշտոն է, այդ ամեն ինչը ոնց որ ձեզ համար հիանալի պահեր են այստեղ։ Արդյոք կարող աշխատանքի է ընդունվում կամ վերջնական որոշում են կայացրել, պաշտոն են տալիս եւ այլն, այսինքն ինչ որ մի լավ բան է տեղի ունենալու այդ օրը ձեզ հետ։ Հաջողություն եւ էլի հաջողություն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 11-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոչ է զարգացում, առաջ խաղացում ունեք, որը որ ձեզ բավականին էմոցիաներ կտա։ Բայց այստեղ աշխատանք եք փնտրում, կարծես թե հարցազրույցի եք գնում, այստեղ կարիերան մի փոքր նվազում է, կամ աշխատանք չունեք, կամ պատվերներ չունեք եւ դրա մասին եք մտածում։ Այստեղ հնարավոր է ոմանք աշխատում են, բայց այդ օրը կարող է քիչ է աշխատանքը, կամ քիչ են վստահում, կամ քիչ է աշխատանքը ուղղակի, դա դուք կարող եք զգալ, նկատել։ Եվ երկար սպասված որոցե շատ լավ լուր կարող եք ստանալ, հնարավոր է փաթեթ չէ, հնարավոր է փաստաթղթի միջոցով, նամակի եւ այլն, այդպես այդ լուրը կարող եք ստանալ։ Ոմանք սպասում են ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, կամ այստեղ փուջ է, այն ինչին որ սպասում եք, կամ ուշադիր եղեք, եթե ինչ-որ մի բան պետք է ստորագրեք եւ այլն, ինչ-որ մի սուտ մի բան կա, խաբեություն կա ամենայն դեպս։ Եվ ոմանք այստեղ պետական հիմնարկություն կգնան, կարող այնտեղ եք սպասում, գալիս հոգնում, պարկում եք հանգստանալու, կամ նաեւ այստեղ ինչ-որ մեկը կա հիվանդանոցում, ով որ կարող ձեզ նաեւ ժառանգություն է թողնում, կարող է իր հարցերով եք զբաղված, գնում եք հիվանդանոց, հա, որ կա այնտեղ հիվանդանոցում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 11-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ինչ-որ միտեղ կարող գնալ և երկար մնալ։ Նավարի նաև ինչ-որ մի բան է կանգնած, ինչ-որ մի բան է դանդաղում դեռևս, ես նաև չի բացառում, որ դուք եք գնում ինչ-որ միտեղ երկար մնում։ Եվ այստեղ կստանաք երկար սպասված որից է փաստաթուղթ, փաթեթ, հնարավոր նաև տեղեկություն է, լուր է դա ձեզ համար, երկար սպասված շատ լավ լուր, միգուցե հղիության մասին, միգուցե եւ այլն, հնարավոր նաև փաստաթուղթ եք ստանում, որին երկար եք սպասել։ Եվ հետո կամ ինչ-որ մի տեղից ժամ եք վերցնելու, ժամի համար եք դիմելու, կամ միգուցե այդ ամենը ժամի հետ է կապված։ Լսելուց հետո ինչ-որ միտեղ ոնց որ զանգահարելու եք, ասել եք կարող եմ գալ կամ եւ այլն, հա, ինչ-որ նման ոչ է մի բան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 11-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, հիվանդանոցը, ուսման կենտրոնը եւ այլն, յուրաքանչյուր տեղ։ Նաեւ այստեղ հանդիպում շփում որից է տղայի հետ, նա որ այդ տղան ձեզ շատ լավ լուր է ասում կամ այդ տղայից եք շատ լավ լուր լսում, ինչ որ մի լավ բան եք լսում,
Նաև սա կարող է լինել նոր ծանոթություն, որը որ այդպես շատ հետաքրքիր կլինի, մեկը մյուսին հավատարիմ, բայց պետք է հիշենք, որ Վեներան է հետադարձ, մի քիչ այդքան էլ լավ չէ նոր ծանոթությունները։ Եվ այդ օրը կարող եք ցանկանալ հանգստանալ, միգուցե ովքեր աշխատում են, կարող ձեր տնօրենից ուզում եք հանգիստ, բայց նա չի տալիս, դες այստեղ վիճում եք եւ գնում եք առաջ, հա, ձեր գործերը տանում եք առաջ։ Նավրի գնում եք հիվանդանոց եւ այնտեղ չեն թողնում ձեզ, այնտեղ գոռում վիճում եք եւ ձեր գործերը առաջ եք տանում։ Մի խոսքով այդ օրը գոռոցի գնով ձեր գործերը առաջ կմղեք։ Այդ ուղղակի նաև սա ասում է ձեզ, որ պետք է հանգստանալ։ Միգուցե շատ եք ծանրաբեռնվում եւ պետք է իրոք հանգստանաք լիարժեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 11-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ որ բանի եք սպասում առավոտյան կամ ինչ որ բանի մեկին եք սպասում, այստեղ բայց ինչ որ բան փակ է, նայեք, չի լինում։ Չի լինում, ելք եք փնտրում դրա համար։ Ձեզանից էլ է կախված, կկարողանաք ելք փնտրեք, միգուցե ձեր սիրելիին պետք է դիմեք, նա ձեզ կարող է աջակցել, օգնել այդ հարցում։ Ամենայն դեպս սպասում եք ինչ որ բանի, որը փակ է եւ ելք կփնտրեք եւ հնարավոր է նաև հիվանդանոցի հետ է կապված, բժշկության հետ է կապված, հնարավոր է նաև հանգստի հետ է կապված։ Գոհ սպասում եք տնօրենին, որ գա հանգստյան օր խնդրեք եւ նա ասում է չէ։ Այդպես հնարավոր է։ Եվ աշխատանքից շատ եք հոգնում, ովքեր որ աշխատում են, ոմանք էլ հոգնել են արդեն աշխատանք փնտրելուց նաև, եթե փնտրում եք եւ դեռ չեք գտնում։ Նոմ աշխատանքը հոգնեցնող է ձեզ եւ սա ասում է, որ պետք է հանգստանաք։ Բավական է, հա, ձեզ մեջտեղից պատրակ։ Ուղղակի կողմից դա է, հենց աշխատանքի համար եք դիմում եւ դա է փակ։ Ոմանք այստեղ կարող են գնալ հիվանդանոց, ոմանք հիվանդանոցում ինչ-որ մարդ ունեն, հնարավոր է նաեւ պետք է օրինակ դեղորայք ընդունել կամ բուժվել մոտավորապես մի քանի ամիս, 2-ից 3 ամիս։ Կարող է տվյալ մարդը պետք է որ բուժում ստանա։ Դա կարող է պարտադիր է։ Պարկում է հիվանդանոց այդքան ժամանակ եւ հենց պետք է լինի բժիշկների հսկողության տակ, այդքան ժամանակ։ Բացի դա էլ հնարավոր է ինչ-որ մի բան է ուշանում, ինչ-որ մի բան է ձգձգվում մոտավորապես 3 ամիս, կարող է ձգձգվել դա։ Իրոք այստեղ շատ եք հոգնել եւ ովքեր որ աշխատում են եւ այդպես շատ սուր գործիքներ է եւ այլն, մի փոքր ուշադիր եղեք, որպեսզի այդ օր ձեզ չվնասեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։
Ինչ է սպասվում կշերկներին մարտի 11-ին։ Հարգելի կշերկներ, այդ օրը ոչ է մի բան ձեր տրամադրությունը կբարձրանա։ Բանալին ձեր ձեռքում է, ձեզ այն շատ բան է կախված, նաև դռներ բաց կլինեն ձեզ համար, նոր հնարավորություններ է դա ձեզ, ու ինչ-որ մի բան այստեղ առաջ մղեք, նաև կարող եք, հա, ինչ-որ չնչին առաջ մղեք, բայց դա ձեզ եւս կուրախացնի, որ ինչ-որ մի բանը առաջ գնաց։ Օրվա ընթացքում նաև կարող եք ինչ-որ մի հարցի համար տատանվել, մտածել։ Եվ երեկոյան կխոսակ ոչ մասնագետի հետ կամ նաև կարող եք հանդիպել ոչ մասնագետի։ Յուրաքանչյուր որսավիրից մինչև իրավաբան։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 11-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը որոշ դռներ կբացվեն ձեր առջև։ Բանալին ձեր ձեռքում հնարավոր է նաև փակեք, ինչու եմ ասում, որտեղ վեճում եք ինչ-որ մարդկանց հետ։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի բան կարող եք փակել նաև ձեզ համար։ Վեճի պատճառով դա կարող է լինել։ Ուզում եի քարթանեի, բայց այստեղ եւս մեկը կա։ Ոչ մի բան կարող է այստեղ փուչկի նման պայթել։ Դա կարող է լինել պատճառ։ Օրվա ավարտին է, բայց դա։ Եվ եթե ինչ-որ մի բան ձեզ կասեն ստորագրեք եւ այլն, ապա փորձեք ուշադիր լինել, ամեն ինչը լավ մանրակրկիտ կարդացեք։ Ես հիմա ուզում եմ տեսնեմ, այստեղ դուռ եք փակում, թե դուռ եք բացում։ Այստեղ կլինի պարզ։ Այստեղ աշխատանքին է վերաբերվում, պետական հիմնարկությանն է վերաբերվում, այստեղ էլի նորից պարզ չի, հնարավոր է այստեղ, եթե խնդիր է, ապա կարող աշխատանքից էլ նաև դուրս գաք։ Ինչ որ մի դուռ փակեք, դուրս գաք օրինակ աշխատանքից, դուրս գաք։ Դա համար ուշադիր եղեք, եթե չեք ուզում դուրս գալ, ապա մի վիճեք։ Դա այստեղ վեճ կարող է լինել։ Հաջողությունը ձեր ձեռքում է, շատ բան է ձեր ձեռքում, օգտվեք դրանից եւ ոչ թե վիճեք։ Գուցե կարող աշխատանքին էր վերաբերվում վեճը։ Այսքանը։ Միգուցե այստեղ ինչ-որ մի հաջողություն ունեք աշխատանքի վերաբերյալ։ Միգուցե ինչ-որ մի բանի այստեղ որտեղ նայեք, այստեղ հաջողություն է կա, այդ որ չասեք։
այդ հաջողությունը ձեզ տրվում է, բայց կարող է ձեզ հետ են ուզում վիճել, որ դուք եք ստանում այդ աշխատանքը, որ դուք եք ստանում այդ հաջողությունը, միգուցե դրա հիման վրա մարդիկ ուզում են ուղղակի վիճել ձեզ հետ։ Եվ իհարկե էլի եւս հաջողություն ունեք օրվա ընթացքում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 11-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, հույսնել եք ինչ-որ մի բանի վրա կամ հույսով եք, որ ինչ-որ մի լավ բան տեղի կունենա, նաև ճանապարհ կարող եք գնալ կամ ձեզ մոտ կարող են ինչ-որ մարդիկ գալ, ոմանց կհրավիրեն հարսանիքի, ոմանց կհրավիրեն նշանադրության, նաև ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն կամ դուք կանեք կամ ձեզ կանեն, նաև ընտանիքին վերաբերվող ոչ մի բան կա այստեղ, ոչ փոփոխություն կամ շատ կարևոր օր է ընտանիքում։ Եվ հանդիպում երեկոյան ոչ է տղամարդու հետ, նա որ է պաշտոնավոր անձնավորություն է, նա որ է ձեր զույգն է, եւ նաեւ ոմանց համար ինտիմ հարաբերություններ, ոմանց համար սա հանդիպումից հետո կգաք անմիջապես կքնեք։ Կարող եք շփվել հետո նոր քնել, կարող ցույց է տալիս, որ ուշ եք քնել օրինակ։ Եվ ոչ է լուսավոր մի բան է տեղի ունենալու, կամ մի լավ երազ եք տեսնելու, կամ գիշերը ինչ-որ մի լավ բան լինելու է, ինչ-որ մի լավ նորություն եք իմանում, կամ այդպես լավ ուրախ տրամադրությամբ, որ այդ մարդու հետ խոսեցիք, հանդիպեցիք, կամ կարող եք արդեն հանգիստ քնել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 11-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը տատանվում եք, որը ճանապարհի համար եք տատանվում, գնաք թե չգնաք, կամ կգան թե չեն գա, այդպես։ Հանդիպում նաև շփում ոչ է տղամարդու հետ, տարիքով կամ մեծ է, կամ նաև պաշտոնավոր անձնավորություն է։ Եվ օրվա ընթացքում մտքեր շատ կունենաք, ընդհանրապես առավոտյան տատանվում եք, ցերեկը էլի մտածում կողմ ինչ-որ մեկի մասին եք մտածում, ինչ-որ բանի մասին եք մտածում, որը որ ձեր տրամադրությունը բարձրացնում է, կամ ինչ-որ մի լուսավոր բան է տեղի ունենում, որ դրա մասին եք մտածում, այդ մտքերով եք։ Նաև հեռախոսազանգ կունենաք, կամ ձեզ կզանգահարեն, կամ դուք կզանգահարեք, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք հարցազրույցի կգնան, ոմանք շատ աշխատանք կունենան, պատվերներ, եւ օրվա վերջ մի փոքր այստեղ ուշադիր եղեք, յուրաքանչյուր բան ստորագրելուց լավ կարդացեք, նաև ոչ մի այդպես պայթունային ինչ-որ մի տեղեկություն եք իմանում եւ երեկոյան նամակագրական կապի մեջ կարող լինել ինչ-որ մեկի հետ կամ տեղեկություն լսեք, կամ գալիս եք ուշտուն, նայում եք որ պոչտայում ինչ-որ մի նամակ կա եւ այլն, այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 11-ին։ Հարգելի ջրհոսներ, հանկարծակի լուր կարող եք լսել այդ օրը, նաև կտրուկ ինչ-որ մի բան կարող է լինել, որը որ ձեզ բավականին շատ կուրախացնի, ինչ-որ մի լուսավոր մի բան կլինի, կամ դուք կանեք այդ կտրուկ քայլը, դրանից հետո դա կլինի, կամ ինստինկտյան, անսպասելի, ոչ մի լավ բան, լավ պահ կարող է լինել, որը ձեզ ուրախացնել։ Եվ ոչ միտեղ կարող գնալ, երկար մնալ, հնարավոր է սպասում եք ինչ-որ բանի, դա ձեզ նյարդայնացնում է, եւ հետո կարող եք սկսել գորգռալ, որ այդքան պետք է նստեք, սպասեք ինչ-որ մի բանի։ Նաև կարող է ինչ-որ մի բան է դանդաղում, ինչ-որ մի բան է դեռ կանգնած, դրա հիման վրա կարող է նույնիսկ գորգռակ։ Այդ հարցերը լուծեք, հա, օրինակ, որ գնում ես միտեղ, որ անիմաստ քեզ սպասացնում են, իրոք նյարդեր տեղ են տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 11-ին։
հարգելի ձկներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, կարող է օցերեն, այդպես է, ձեր լավ այդքան չուզող ինչ-որ մարդիկ, հնարավոր է դուք եք զանգարում ինչ-որ մեկին և այնտեղից է, որ չեն ուզում մի բան անեն, այդպես զգում եք, որ անընդհատ ցրում են, չեն ուզում օրինակ ինչ-որ փոխանցել մեկ այլ մարդու հեռախոսը, ինչ-որ օցավարի կարող պատասխանեն և դնեն։ Նաև օրվա ընթացքում կարող եք շփվել, խոսել կամ հանդիպել փորձա մասնագետի։ Եվ երեկոյան ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լցված կլինեք, ինչ-որ մի բան անելու համար և այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։